Պիտի Սուսաննա Աշոտսկի հատկապես լեռնային գյուղերում բրուցելոզ է տարածված, ինչ կասեք այս վարակի Դե մեր գյուղում ասենք կնամ սպես եմ, հիմնականում չի եղել, բայց եթե եղնի էլ, ասենք ոչ մեկի կողմից ակնկալիք չենք սպասի։ Քանի որ օգնության որևէ հույս չկա։ Կոնկրետ ասենք կարամ ասենք գառները սատկել են մոտ 20 գառ, բայց ոչ մի օգնություն չենք ստացել, ոչ մի փոխհատուցում։ դիմել եք, որովհետև Դիմել ենք անասնաբուժերին, ոչ մի անասնաբուժ կոնկրետ չիմացավ, թե ինչ հիվանդություն է, ինչ հիվանդությունից են սատկես ենք անասունները։ ինչ եք պահում դուք, բացի ոչխարից։ Խոշոր եղջերավոր անասուն, ոչխարներ, հավերն էլ սատկան, մեծ քանակությամբ սատկան հավերը։ Աշոտսկի շրջանի լեռնային այս գյուղերում այսպես համաճարակները շատ հաճախակի են դարձել, միշտ է այս իրավիճակը եղել։ Միշտ էլ եղել է այս իրավիճակը, ճիշտ է, պատվաստումները ստացել են, բայց համաճարակը միշտ էլ եղել է։ Մանավանդ դաբաղը միշտ ուղեկցել է մեր անասուններին։ Գյուղացիներից շատերը ասում են, որ այս համաճարակները հիմնականում պատվաստումներից հետո են հայտ գալիս։ Դուք էլ եք այդ կարծիքին։ Այո, պատվաստումներից հետո անմիջապես անասունների մոտ ի հայտ կգա համաճարակը։ Ինչն է պատճառը, պատշաճ չեն կազմակերպում այդ ամեն ինչը, նույն վարակված կենդանուն, ինչով որ սրսկում են այդ նույն գործիքներով են, հա, իրականացնում, ինչ կասեք։ Տեսենք, կոնկրետ չկրոսես, պատվաստումներն եղել են, բայց պատվաստումներից հետո եղել է այս ամեն ինչը, հիմա կոնկրետ ասենք մասնագիտորեն ես չեմ կարող հաստատեմ, թե իրոք պատվաստումից եղավ, թե բդեղներ, դեք չեմ կարող ասել։ Իսկ հիշում եք մի այդպիսի տարի, որ տվել են ձեզ փոխհատուցում կրած վնասի համար։ Ոչ մի տարի էլ չեն տվել, ոչ մի դեպքում էլ չի եղել, ոչ մի մասնագի, ոչ լրիվ, ոչ մի բան։ Ընդհանրապես չի եղել նման բան, որ ինչ որ ուժածի դիմաց փոխհատուցում եղնի։ Գյուղերում նաև անասնաքանակն է կրճատվել, ինչու է սա պայմանավորված, ինչու մարդիկ չեն ուզում անասնապահությամբ զբաղվել։ Չեն ուզի, որովհետև կատը արժեք չունի, կատի գինը շատ ցածր է, խոդը թանկ է, եղանակները շատ վատ, խոդի ձեռքբերումը շատ դժվար է, ծախսդ կհաշիվես, հիմնականում կտեսնես, որ եկամուտ չկա մեջտեղը։ Գյուղատնտեսությունը գնալով ճիշտ է անգում կապրի։ Ձեր գյուղում չկա այլ զբաղմունք բացի անասնապահությամբ։ Չէ, անասնապահություն, հողագործություն շատ քիչ։ Ֆինանսի հետ կապված բաներ են։ Ձեր գյուղերում հիմնականում երիտասարդները կամ արտաքին աշխատանքի են մեկնում, կամ զինվորական ծառայություն են մեկնում, սահմանապահ զորքի։ Հա, կոնկրետ մեր տուն տղես է, տղամարդ սահմանապահ զորքերն է։ Ուրիշ աշխատանք չկա, ուրիշ զբաղմունք չկա։ Շատ են ձեր գյուղից գնացողները։ Համարյա 30%-ը 40 կարելի է ասել, որ դուրս են։ Դատարկվող գյուղ է համար։ Համարյա, եթե սպես էր տա իրոք որ կդադարվի, մանավանդ անասնագլխաքանակը լրիվ անգում կապրի։